Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 21-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Հարգելի լինես, եթե ուզում եք շատ տեղեկություններ ստանալ կամ իմանալ, թե երբ է տեղադրվում տեսանյութերը, ապա կարող եք գրանցվել նաև Facebook-ում, այնտեղ որոշ տեղեկություններ են լինում, որոնք որ չեն լինում այստեղ։ Եթե լուսնային պետք է լինի կամ մեկ այլ պահեր, լինում են, որ ամենօրյա այնտեղ որոշ տեղեկություններ են տեղադրվում, որոշ օրերի համար ինչ-որ տեղեկատվություններ են տեղադրվում։ Այնպես որ ցանկության դեպքում կարող եք միանալ հուսով, որ բոլորդ ունեք Facebook եւ ավելի ակտիվ եք։ Այսքանը եւ կնայենք արդեն կանխատեսումը, կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 21-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, այստեղ հանդիպում ունեք, միգուցե հանդիպումն է, միգուցե այն թեման է, որի մասին որ խոսելու եք, այդ պահերը ձեզ համար այստեղ հաջողություն կբերեն։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, դա կարող է լինել ձեզ համար հանդիպում, ոմանք ունեն նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց տեսնելու համար։ Օրվա ընթացքում ոմանք կպարկեն հանգստանալու, ոմանց համար է սա ինտիմ հարաբերությունները, այսքանը։ Այնպես որ ինչ-որ մի բանում հաղթանակած եք դուրս գալու, դա ձեր ցանկությունն է, որ այդտեղ կամ շահեիք կամ ձեր օգտին ավարտվեր դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 21-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, նաև սեղանի շուրջ եք նստելու, հանդիպում ունեք,
ինչ-որ բան է ձեզ ցավ տալիս, բայց չեք տխրում, միայն այստեղ ցավ է տալիս։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, գուցե ինքն է, հա, հանդիպում եք իրեն եւ հետո այստեղ մեկը մյուսի տուն հյուր է գնում, որովհետեւ հյուր կա, կամ դուք եք գնալու կամ ձեր տուն կարող են գալ հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 21-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև գումար եք ծախսելու, հա, ինչպես ստանում եք, այնպես ծախսում եք, կամ կարող եք խոսել ինչ-որ մեկի հետ գումարի մասին, եւ հետո գումարը գա, այդպես։ Ոնց որ խոսեք, արժեքը ասեք, հետո վճարեն ձեզ դրա համար։ Նաև այդ օրը գնումներ եք կատարում, այստեղ որովհետև նվեր կարող եք գնել ինչ-որ մեկին, կամ նաև դուք նվեր ստանաք։ Օձեր կամ բամբասանք, միգուցե դա է ձեզ այստեղ ցավ տալիս, չար մարդիկ, այդպես վերաբերմունք տհաճ, նաև ժամ կարող եք պայմանավորվել, կամ ուզում եք ժամ պայմանավորվել, հա, ինչ-որ տհաճ ձևով են ձեզ պատասխանում, կամ նաև սա ժամ արդեն պայմանավորվել եք եւ պետք է ուշադիր լինեք, որպեսզի ուղղակի չուշանաք։ Ոչ իրադարձություններ կան ձեզ հետ, որոնք կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն, նաև դա վերջի մեկ ամսվա իրադարձության ավարտ է, կամ այդ ամեն ամսվա ավարտն է, կամ գուցե նոր է սկսում ձեզ մոտ այդ ամենը, ինչ որ կա ամեն ամսվա։ Այդ օրը նաև հանդիպում եւ կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 21-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը նորություն կլսեք, նաև հանդիպում կամ այստեղ խոսակցություն կունենաք գործնականորեն, ինչ-որ մեկի հետ, կարող է նաև հարցազրույցի եք, կարող եք այլ հարց է, նստում եք և գործերից եք խոսում, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված և որևիցե հնարավորություն կարող եք այդ օրը ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք, որովհետև այդ օրը ունեք գործնական թեմա, դա համար ուշադիր պետք է լինեք, որ բաց չթողնեք դա և նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հունվարի 21-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, նաև ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ժամ կարող եք պայմանավորվել այդ օրը ինչ-որ մեկի հետ, այստեղ հանդիպում նաև ունեք, կամ արդեն իսկ պայմանավորվել եք, պետք է այնպես անեք, որ չուշանաք, եթե արդեն պայմանավորվել եք։ Եվ նաև օցեր կան, բամբասանք, խոսակցություն, այդպես օցավարի վերաբերմունք ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 21-ին։ Հարգելի կույսեր, այդ օր առավոտյան ինչ-որ տհաճ պահեր կան, բայց կարծես թե դա ձեր վրա չի ազդում, ձեր տրամադրության վրա չի ազդում։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք, նաև կարող եք նվեր ստանալ, կարող եք նվեր գնել ինչ-որ մեկի համար։ Սպասում եք մարդկանց, որ գան, ինչ-որ մեկին եք սպասում։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք այդ օրը շատ աշխատանք կունենան,
Նաև ոչ նորություն կարող եք լսել այդտեղից, ինչ-որ աշխատանքի վայրից կարող կանչել նաև հարցազրույցի։ Նաև դա պետական աշխատող է, ում հետ որ կարող եք հանդիպել այդ օրը։ Այստեղ գումար կծախսեք թաքուն ոչեք գործողությունների վրա, թաքուն սիրավեպի վրա նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 21-ին։ Հարգելի կշարքներ, օրը փոքր երկակի է, ունեք այստեղ հանկարծակի լուր, նաև ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե առողջության հետ է կապված, միգուցե մեկ այլ բանի, այդ չեմ ուզում միացնել, ամեն մեկը ինքը գիտի իր կյանքը եւ այդ օրը ինչպես է անցնելու, ու ինչպես անցավ։ Նաև այստեղ միգուցե հրավեր նաև ոչ առիթի կարող դա էր ձեր ցանկությունը, ոմանք ուշադրություն պետք է դարձնեն իրենց առողջությանը, նաև կարող է, ոչ խնդիրներ կան կամ գնում եք դեղատուն կամ գնում եք ոչ բժշկական կենտրոն։ Որոշ գործեր կանեք կավարտեք, կվերջացնեք այդ օրը վերջնական որոշում կկայացնեք, ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնելու։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Նաև կարող ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած։ Դա է կարող է պատճառը, որ դա ինչ-որ մի բան ձեզ ցավեցնում է։ Կամ նաև այստեղ ունեք հյուր, կամ դուք կգնաք հյուր, կամ իրենք կգան, կարող երկար են մնում եւ չեք կարող դեր գործերն անեք, հա, դա ինչ որ չափով նաև դա կարող ցավեցնել, հա, որ գործերը չարեցիք։ Չնայած այնտեղ անում եք, ավարտում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 21-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություն է, որը ամեն ամիս կատարվում է, միգուցե գումար են տալիս ձեզ, դուք եք տալիս, միգուցե դա է ավարտվում, կամ վերջին մեկ ամսվա հետ կապված երեխաների հետ կապված ինչ-որ բաներ էիք անում, դա կարող է նաև ավարտվել։ Նաև կարող է նոր է սկսում, նոր ինչ-որ մի բան է սկսում, կարող է հղիություն է եւ օրինակ ամեն ամիս արդեն պետք է սկսեք գնալ բժշկի։ Նաև այստեղ ընկերոջը կարող եք տեսնել հուզվել կամ ինչ-որ մի բան կարող է ասել, որ հուզվեք, ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր, որոնք որ պետք է գնաք անեք, դա կարող լինել բանկ, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, յուրաքանչյուր տեղ, եւ ոչ է հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 21-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, նաև գործնական շփում է, գործնական հարաբերություններ են, ինչ-որ կարող երկար մնալ այդ հարաբերությունները, ինչ-որ խոսել իրար հետ, նաև որից է քայլ անելուց առաջ երկար մտածեք այդ օրը նոր արեք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև ձեր առողջական վիճակն է, նաև ձեզանից կախված, որ մարդը մի փոքր հիվանդ լինի ելին դուրս գա կամ մերկ դուրս գա, տեսնում ես երիտասարդ աղջիկներ բլուզներով ձմռանը դուրս են գալիս, ոնց որ ձեր ձեռքում է, կհիվանդանաք թե ոչ։ Ոչ է ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց կարող եք թողնել եւ հետո սկսում եք տատանվել, հետո սկսում եք մտածել երևի այդ ուղղությամբ, թե ինչու այդպես եղավ, կամ նաև կասկածներ է ձեր մեջ մտնում կամ ընտրության առջև կարող եք արդեն կանգնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 21-ին։
Հարգելի աջակցություններ, այդ օրը ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել, նաև ինչ-որ գործեր եք կավարտեք, կվերջացնեք, դա գաղտնիք է բացահայտվում, կարող է դրան համար եք վիճում, չեմ կարող ասել, կամ ոնց որ վեճի գնով կարողանում եք անել ձեր գործերը, որոնք որ մնացել էին, դրանք կարող եք անել։ Նաև ուշադրություն պետք է դարձնեք այդ օրը ձեր առողջությանը, հյուր ունեք կամ դուք կգնաք հյուր, ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, այն ինչ որ դուք կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 21-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մեկ հետ կամ կարող եք ժամ պայմանավորվել, կամ արդեն իսկ պայմանավորվել եք ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, երջանիկ կլինեք, ինչ-որ բան է ձեզ երջանկացնել օրվա ընթացքում, կարող եք տատանվել, կարող եք ծանոթ թեթև անել ինչ-որ հարց, նաև դա գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք, միգուցե դրանից հետո եք, ինչ-որ այդպես մտքերի մեջ ընկնում, նաև կարող է կասկածներ են սա կամ ընտրություն, պետք է ընտրություն կատարեք։ Նաև օրվա ընթացքում ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կամ նավրեն նման կենտրոն եք գնում, բժշկական կենտրոն, կոսմետոլոգի մոտ, նաև դեղատուն դա կարող է լինել։ Եվ գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք այդ օրը։ Եվ որոշ հարցերի պատասխանները կլուծեք, դա որոշում կկայացնեք, կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 21-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ,
Նաև այստեղ կամ ինտիմ հարաբերություն է տեղի ունեցել, դրանից հետո ինչ-որ տատանվում եք ծանրութ հետևեկանում, կամ միգուցե պարկած եք, հա, օրվա ընթացքում կաք պարկել, մտածել, խորել, այն ինչ-որ մի բանի մասին, այդպես ընտրություն կատարել։ Եվ ուշադրություն դարձեք ձեր առողջությանը, կարող դրա համար եք այստեղ պարկած օրվա ընթացքում, ամենայն դեպս կարող եք նաև այցելել որևիցե բժշկական կենտրոն, որևիցե կոսմետոլոգի մոտ, նաև դեղատուն, դա այդպես է կարող լինել։ Եվ մյուս կողմից էլ այստեղ ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լցված կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։